Ակնհայտ է, չէ, որ դեպքը տեղի ունենալուց ժամեր անց Ռուսաստանի Դաշնության Կիրենկոյի մասնավորապես ձեռքի անձնական օգտագործման բազմաթիվ խոսափողեր եւ գործիքներ Հայաստանի Հանրապետության ներսում էլ ինչ լուրասես շտարածեցին։ Ասեմ ավելին, հրճվում էին տեղի ունեցածով ներքուստ կամ այսպես թաքցնելով այդ հրճվանքն ու ժպիտը, որ հենց այս երիտասարդները չեն վերադառնա։ Այ կտեսնեք, հերթական գերիներն են, եւս երկու գերի ավելացան, Ադրբեջանը մտավ, առևանգեց, ինչ ասես տարածվեց։ Հիմա բացատրեք ինձ, խնդրում եմ, Սյունիքից հեռու ապրող քաղաքացուս, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին, ում հավատանք, եթե ոչ Հայաստանի Հանրապետության պաշտոնական ազգային անվտանգության ծառայությանը եւ նրանց պաշտոնական տեսակետին ու հայտարարությանը առավել եւս որ տղաները արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում են եւ հնարավորության պարագայում կարծում եմ նրանք իրենք էլ կխոսեն։ Հիմա ինչ խնդիր կա այս հարցի մեջ դավադրությունների տեսություն հյուսել, ենթադրություններ անել, օրինվածքներին հավատալ, այն դեպքում, երբ որ կա պաշտոնական վարկած եւ պաշտոնական հաղորդագրություն։